ու ինքը այն եզակի մտավորականներից էր, որ դա հասկացել էր։ Հայերի մեջ շարունակ եղել է հողի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք, այսինքն շատերը պանդխտության էին մեկնում, շատերը թողնում էին հայրենի տները եւ այլն։ Ինքը ասում էր ձեր բարեկեցությունը, ձեր ապագան այստեղ է, այս հողի մեջ է։ Այս հողը բարեբեր է, այս հողը բերի է, այս հողը լավն է։ Գտեք այստեղ Պորսում բանդխտություն անելով կամ Ռուսաստանում բանդխտություն անելով կամ Ամերիկա գնալով դուք ձեր հարցը չեք լուծում։ Ինքը փաստորեն ինչ էր անում, էլի հողի ներկայացում մարդուն։ Եվ մի հատ աշխատանք ունի պապիկը եւ թորնիկը, որը կարծում եմ պետքա ամեն հայի, այսպես ասած, սեղանի գիրքը լինի։ Այդ գիրքը տալիս էր բանաձև եւ լավ մարդ լինելու եւ հանրության, հասարակության, պետության, ազգի մասնիկ լինելու համար։ Ինչ էր նա սովորեցնում։ Նա սովորեցնում էր բարություն, եղբայրասիրություն, մեծերի նկատմամբ հարգանք, առաքինի հատկանիշներ, ասենք, չգիտեմ, զսպվածություն եւ նա կոչ էր անում բոլորին ներդրում ունենալ այդ ազգային ժողովրդի բարեկեցության մեջ, բայց այդ գրքի ամենակարևոր կետն այն էր, որ նա դա սիմվոլիկ, այսպես ալեգորիա էր ավելի շուտ, այլաբանություն էր, պապիկը խրատներ է տալիս թորնիկին, պապիկի դերում երևի ինքն էր, թորնիկի դերում հայ ժողովուրդն էր։